Դաժան ծեծի ենթարկված պայմանագրային զինծառայողի դեպքից անցել է 12 օր, սակայն մինչ օրս դեպքով որևէ ձերբակալված անձ չկա։ Պայմանագրային զինծառայողի մեկ աչքը հեռացրել են, իսկ մյուս աչքը չի բացառվում, որ եւս կհեռացնեն։ Ովքեր են կատարողները, ինչ է թաքցնում իրավապահ համակարգը։ Արմնու լրատվականին հասած տեղեկությունների համաձայն իրավապահները գիտեն կատարողների շրջանակը, սակայն նախաքննական մարմինը դեռևս կասկածելի հանգամանքներում չի շտապում նրանց ձերբակալել։ Ի դեպ, Արմնու լրատվականին հայտի դարձավ, որ կատարվածը զորամասի հետ կապ չունի, այլ միջադեպը կապված է հեռախոսի գնելու եւ գումար ստանալու հետ։ Ինչ էր կատարվել փետրվարի 5-ին ժամը 20:30-ի սահմաններում Նուբարաշեն վարչական շրջանում գտնվող Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության զորամասին հարակից տարածքից դաժան ծեծի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում Մուրացանի զինվորական հոսպիտալ էր տեղափոխվել մի քաղաքացի։ Պաշտպանության նախարարության զորամասի հարակից տարածքից դաժան ծեծի ենթարկվածը 24-ամյա Ավետիք Մ-ն էր, որն այն աստիճանի է ծեծի ենթարկվել, որ զինվորի մեկ աչքը հեռացրել են, չի բացառվում, որ մյուսն էլ հեռացնեն։ Քննչական կոմիտեից Արմնու լրատվականին հայտնել էին, որ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական բարույթ եւ կատարվում է նախաքննություն։ Մեծ կոմիտեից նաեւ հայտնեցին, որ այս պայդրությամբ դեռևս ձերբակալված անձ չկա։ Զինվորը կուրացման ճանապարհին է, սակայն ըստ էության նրան այդ վիճակին հասած անձանց մասով դեռևս որևէ գործողություն չկա։ Ովքեր են եւ ինչու է նախաքննական մարմինը դանդաղում նրանց մասով գործողություններ իրականացնել, թերևս կասկածի հիմք է տալիս։